Ես կարծում եմ երկու ամեն դեպքում խնդիր կա, երկու նպատակ կա, որին պետք է հասարակական քաղաքական դաշտը ձգտի։ Մեկը դա քաղաքական բալանսի առկայությունն է, որը կարծում եմ, թե երբեք չենք ունեցել։ Մեկն էլ հասարակական ինստիտուտներ, մասնավորապես քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրն է։ Քաղաքական բալանսի մասին շատ կարճ գործընկերները խոսեցին, օրինակ 3/5 կամ 70%-ի խնդրի մասին որոշումների ընդունման, այնուամենայնիվ մեր հասարակությունը պետք է հասնի այն աստիճանի ընտրություններին մասնակցելով, որպեսզի իշխող ուժի եւ ընդդիմադիր ուժի կամ ուժերի միջև տարբերությունը տոկոսային իմաստով, ներկայացվածության իմաստով այս դահլիճում չլինի ավելին, քան օրինակ, չգիտեմ, 5-6 падգամավորն է։ Երբ այն 3/5 որոշումները, որոնք պահանջվում են, ինչ-որ 3/5-ով ընդունվող որոշումները, հնարավորությունը լինի ընդունելու բացառապես ընդդիմադիր ուժերի հետ ինչ-որ կոնսենսուսի գալու արդյունքում, գուցե այդ որոշումների ցանկն էլ պետք է մեծացնել։ Երկրորդը, ես ասացի քաղաքացիական հասարակության ձևավորումը, ինչու ձևավորումը, որովհետև համաձայնվենք, որ մենք տարիների վեր մտածելով, որ ունեցել են քաղաքացիական հասարակություն, իրականում outsource են արել քաղաքացիական հասարակությունը Եվրոպային, Միացյալ Նահանգներին, որը չեմ ասի, որ վատ է, բայց մենք խնդիր ունենք մեր հանրային օրգանիզմի իմունային համակարգի զարգացման այն պարագաներում, երբ որ աշխարհաքաղաքական պայմաններից ելնելով այդ մարդիկ նորմալ է, շահագրգռված չեն այդ դրամաշնորհները շարունակեն այն նույն շահերի, այն նույն բծախնդրության տեսանկյունից, որ անում էին առաջ։ Եվ այդ գործունեությունը շատ խոսվեց, ընկերները խոսացին համակարգման, ինստիտուցիոնալիզացման թեմայով, ես գտնում եմ, որ խնդիրը ոչ թե քաղաքական ուժերի միասնական ինստիտուցիոնալիզացումն է, որը անհնար է, այլ հայ հասարակությունը պետք է վճարի իր ռեսուրսներով սեփական քաղաքացիական հասարակության մարմինները, օրգանները ստեղծելու համար։